Պետության համար ծնվածը այս խորագրով անցկացվեց Հայաստանի ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ ցերեկույթը։ Ըստ զինվորական կարգի ներս բերվեց պետական դրոշը, ապա հնչեց Հայաստանի պետական օրհներգը։ Հուշ ցերեկույթին մասնակցում էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, հյուրերի շարքում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, Վահագն Ասատրյանի հարազատներն ու ընկերները։ Հիշողությունները շատ էին, ցերեկույթի մասնակիցները վերհիշում էին Վահագն Ասատրյանի հետ ունեցած դրական ու հիշարժան պահերը, մանկությունից մինչև կայացած բարձրաստիճան սպա։ Շատերը պատմեցին իրենց հիշողությունները, ուսուցիչները, մարտական ընկերները, էկրանին ցուցադրվեց ֆիլմ, որտեղ էլ ընտանիքի անդամների հիշողություններն էին։ Մի օր Թումանյանի թանգարան այցելեցինք եւ գիդը հարցեր տվեց։ Հենց իմ Վահագին առաջինը Սիրուն տղա, կարող ես արտասանել Թմկաբերդի առում պոեմից մեկ հատված։ Դուք միայն տեսնեիք նա ինչ հպարտ զգում զգաստան մեծ և ասում կեց գործնյան մա լավ իմացեք, որ խոսվում է դարետար։ Գիդը հարցրեց, իսկ տղաս քո գործը որն է։ Իմ գործը լավ սովորելն է, պատասխանել էր Վահագն Ասատրյանը և իր խոսքի տեր է եղել։ Իր մասնագիտությունը լավ էր սովորել, ավարտելով ռազմական 5 բուհ և դառնալով զինված ուժերի լավագույն գրագետ ու կրթված սպաներից մեկը։ Զինվորական կարիերայի ընթացքում ղեկավարել է տարբեր զորամասեր ու ստորաբաժանումներ, որոնք տարբեր ժամանակներում համարվել են լավագույնը զինված ուժերում։ Վահագն Ասատրյանը լավ հրամանատար էր, լավ ընկեր զինվորների համար, պատմում են զինակիցները։ Նախընտրում էր կանգնել զինվորի կողքին առաջնագծում, քան ղեկավար էր հրամանատարական կետից։ Ոչ մի բան ընդհանրապես բանակում ձևական չի, դա մտածված է։ Եթե դու հասկանալով ես անում, ավելի շուտ ես ընկալում։ Եթե դու անում ես ուղղակի այդպես ասել են, չես դառնում, չի ստացվում։ Հետաքրքիր դրվագ հիշեց ազգային հերոսի զարմուհին գեներալ Աստվածատուր Պետրոսյանի դուստրը։ Մի օր Վահագը շատ լավ լողում էր, մենք Սևանում էինք, հանգստանում էինք և Վահագնը լողաց մինչև Սևանի մեջտեղը, որտեղ որ մենք նավի վրա ենք և հայրս նրան ասեց միշտ է այդպես անում, երբ որ նավի վրայից քանի մետր բարձրանալը ինքը ցատկում էր ջուրը, և նա ցատկեց ջուրը այդտեղ և իմ հայրը շատ հպարտ ասեց, որ նա կդառնա զինվորական։ Դա բնութագրում էր նրա էությունը։ Նա անվախ էր և նա հզոր էր։ Ցուցադրվեցին Վահագն Ասատրյանի մասին վավերագրական տեսանյութեր, հնչեցին գնդապետի սիրած երգերը։ Վահագն Ասատրյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, մարտական գործողության ժամանակ։ Ծառայության ընթացքում ստացած բազմաթիվ պարգևներին հետմահու ավելացրեց ևս մեկը, գլխավորը, դառնալով Հայաստանի ազգային հերոս։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։